Մնացականյան, եկեք նաև խոսենք այն ուրվական շենքերի մասին, որոնք քաղաքի կենտրոնում տասնամյակներ շարունակ փակ, անհասկանալի։ Բարեբախտաբար քիչ են այդ շենքերը, բայց կան։ Ես ընդհանրապես եթե թույլ տակ ավելացնեմ Նայիրի ասացին, որ ես համաձայն եմ Նայիրի հետ, որտեղ Դավիթ Երևանցին մեր ժողովրդական նկարիչներից եզակի ամենաֆենոմենալ հզորներից Սարոյանի արձանը, հա, որ մենք ունենք։ Ֆանտաստիկ գործ է, իրականում ճիշտ է, ցանկալի կներ բնականաբար, որ այդտեղը լիներ Քոչարի քանդակներից, մենք ժամանակին դեռ այդ ռուսական մոռացած ֆիրմայան ենք բանակցում, որ այդ Մերկելյան ինստիտուտից օրինակ տեղափոխել կիբեռնետիկայի մուզան։ Բերենք գիծներ օրինակ ակադեմիայի դիմաց այդ աստիճանների վերևը շատ լավ այդ ընդհանուր վիճակներ կարելի էր բարեկարգել այդ գիտությունների ազգային ակադեմիայի դիմացը եւ որոշները, բայց նաեւ հավելեմ Հարտակի ասացին եւ շատ ուրախ եմ որ Շաքարթն լինելով ինքը դուք այդ street art-ի դեմ եք նման բաների, շատ ուրախ եմ, այսինքն կողմ եք համակարգային մոտեցմանը, օրինակը Պուշկին փողոցի Քոչարի երբ որ այդ տուֆի վրա, այդ Պուշկին 62 հասցեում Սարյանից նայում ես, դերևս մենակ Սարյան փողոցից մի հատվածից Պուշկին այդ բարձրհար շենքի այդ կողային պատին տուֆի վրա նկարեցին Քոչարի գործերից աշխատանքի բան այդ խնդիր չկա ես այդ կազմակերպիչների ընկերներից հա բացատրել ենք խոսացել ենք բայց լավ գոնե եթե այդպես բան անում եք գոնե անմիջապես դիմացը նույնը Հակոբ Կոջյանի եւ Արա Սարգսյանի թանգարանա որտեղ այդ մարդիկ են հասկանում եք դա ամենածիծաղալու ասենք սաղ աշխարհը գնում է Հակոբ Կոջյանի գործերը մենք հիմա կարողանում ենք բռնում ես Քոչար այդ դեպքում երբ որ մենք կարանք ուղղակի ասեմ Սասունցի Դավիթի հրապարակի մասով ուղղակի ձեր խոսածները թույլ ես իմ տեսակետը հայտնեմ մենք ունենք Տիգրան Մեծի 67 հասցեն է թե չեմ սխալվում վերջի շենքն է չասած այդ ֆանտաստիկ սիրուն շենքերից է մեր Տիգրան Մեծի այդ պատերազմից հետո այդ տարածվող պատը լրիվ ազատ է, լրիվ տակը ընդ ինչ-որ բուտկաներ են, հա, այսինքն հենց այդ պատը կարա լիներ Քոչարին, հիմա որ անցնեք մի օր ուշադրություն դարձրեք հատկապես եթե գալիս եք այն կողմից, Երևանի կողմից կտեսնեք։ Բայց Սասունցի Դավիթի մասը համաձայն եմ իրականում շատ լավն է գծված եղել, բայց խնդրեմը որն է, որ մենք ինքը արդեն մի անգամ փչացել ենք, որ ժամանակին հիշում եք, այդտեղ կար կինոթատրոնը Սասունցի Դավիթի, Երեզակի մեր ամենա կին ֆանտաստիկ ճարտարապետներից Անա Տեր-Ավետիքյանի գործն է, միջալուց այդ կինը շատ կներեք այդ բառը ասեմ անբախտ էր այդ հարցով, որտեվ իր եզակին որ իր կենթանության ինքն երկար ապրե կառուցած համետ շենքը քանդեցին, համ լեզվի ինստիտուտը Աբովյան, որ հիմա հասկանում եք, իհարկե Պոնչիկանոսները, տարբեր շատ լավ շենքեր դեռ կան Անա Տեր-Ավետիքյանի, բայց երբ որ քանդեցին կինոթատրոնը, որ պետք է լիներ հյուրանոց Հիմա այդ հյուրանոցներ չկա, այդ տեղներ չկա, մի հատ փոս է, կողքը մեկ ընդեղ մի հատ սարսարանի, սառնարաների, խալաձենիքի ինչ-որ պահեստամասերի ու անտիկ մի հատ չեք պատկերացնում ինչ տեսարանա, որ լավա մեր տուրիստների շատ քիչ մասն է գալիս երկաթուղով։ Եվ Զարան էլ Չէ, շատերը գնում են հենց դա տեսնելու համար, ես գիտեմ։ Էդ էլ է դառնում Երևան ինչ-որ մաս, բայց այստեղ Զարան մեր ընկերներից լավ հետաքրքիր բան էր արել, նախագիծ էր արել հենց ընդլայնելու, մեծացնելու, որտեղ ինքը շատ ոնց որ մեր Նժդեի հրապարակն է, ինքը շատ սիրուն է, առաջ շատ ավելի սիրուն էր, բայց երբ որ մետրոն արեցին, այսինքն երբ որ բնակիչը ուզում է գնա դեպի այդ երրորդ մասի այդ ամենասիրուն տեղերից գնաց դեպի այդ սիրուն այդ կլոր մասը հրապարակի չես կարող, կամ պետքա գետնի տակով գիտեք, իսկ մարդիկ, իսկ դու մարդուն չպետք է մտցնես մեքենա պետք է իջնի գետնի տակ, մենք այդ խնդիրը շատ ունենք։ Եվ այդպես ընդհանուր եթե թույլ տվեցիք ասեմ, նաև ասեմ, որ street art-ի եւ mural-ի որ ասում եք, իրականում ճիշտ է։ Ես զարմանում եմ, ուղղակի որ Երևանի քաղաքապետարան օֆիցիալ ասում, այսօր արեցինք այսին street art-ը։ Street art-ը ավելի շատ նաև լրացնում ընկերոջը, ոչ թե բացական է, քանի որ ինքը արգելված է, ինքը դրա համար է նաև ավել, որտեղ street art ինքը արգելված պետք է լինի։ Ես ուրախ եմ, որ Շանթը ասում է, որ ինքը հրաժարվել է, որտեղ street art-ը լավ է, որ գիշերը գնաց մետրոյի միտան, թունելում դանալու։ Դա արդեն mural-ի մասին, այ mural-ը արդեն լրիվ ուրիշ բան է, այդ ինչ որ հիմա տեսնում ենք, սա mural-ի մասին է, բայց mural-ը որ ընդհանրապես մի բան ասեմ ամենակարևորներից Իտալիայի Պիզա քաղաքում բոլորս գիտենք այդ թեքված աշտարակը։ Ուրեմն Պիզամ 70, չեմ հիշում, որ թվականին էր Քիթ Հարինգը աշխարհի լավագույն նկարիչներից այդ ժամանակակից արվեստի Էնդի Վորխոլի բասկետբան ինքերն է, այսինքն ինքը ավելի ինչ որ միտեղ բարձր եղել, քան ժամանակ ինքը շուտ ավակի մացը։ Քիթ Հարինգը Պիզա մի հատ այտենց պատի դարձվոյ արելա
այդ մյուրելը։ Հիմա Պիզա քաղաքապետան հայտարարում է վերջին 13-14 տարվա մեջ ավելի շատ գնում են նկարվում են այդտեղ, քան Պիզայի աշտարակի մոտ, ընդհանրապես մյուրը, պատկերացնում եք, ինչքան մեծ ես շատ ուրախ եմ քաղաքապետարանը նման ունի, բայց այ հիմա կամ ինչ անենքին ձեր ասած, այդ ինչ անենքը, այստեղ համարյա բոլորս նույն բանն ենք խոսում։ Մեզ պետք է գեղագիտական խորհուրդ, լավ լինի, վատ լինի, ով եկեք փորձնական մի տարով անենք, առանց մի հատ հասկանանք, մինչև 20 հոգի որ էֆեկտիվ լինի, լինեն ճարտարապետներ, լինեն նկարիչներ, մշակութաբաններ, տարբեր տիպի, այսինքն եւ Երևանում ունես մարդիկ, որ ինչ որ մի ձև աֆիլիրовані չլինեն, չգիտեմ Երևանի հասկանում եք, որտեվ կան շատ լավ ճարտարապետներ, բայց այդ մարդիկ չեն կարող դեմ խոսան, օրինակ որ ասում եք ժառանգություն է ուրվական, ինձ համար ունենք հայփոստի շենքը, հասկանանք դա ուրվական է թե չէ, Զվարթնոցը թանավական ուրվական է թե չէ, որտեվ ինձ համար այդ երկուսը գլուխգործոց են, հատկապես Զվարթնոցը, բայց եթե մենք հիմա թույլ տանք հայփոստը քանդեն, կասկածելի գործարքների շնորհիվ, մյուսը իմացեք Զվարթնոցը թանավականն է լինելու, որտեվ շատերի համար ես գնում ես Հռոմ, բոլորը տեղել եք երևի, ասենք Պանթեոնը 2000 տարվա բետոնեսում բան է, Զվարթնոց օդանավականը տեխնիկական սեյսմիկ պրոբլեմ ընդհանրապես չունի։ Հայփոստը ասում են, հայփոստը ժամանակ վերջին 5 տարվա մեջ մենք հիմա փաստեր ունենք արդեն, հավաքագրել ենք 2 հատ պատվիրված է եղել էքսպերտիզա սեյսմիկը, երկուսը դրական է, հայփոստը ընդհանրապես ոչ մի խնդիր չունի, բայց հիմա անդադ ուզում են քողարկեն խափեն։ Շենք եք շատ եք ուզում, հետևը կարա կառուցեք, որտեվ այդ հայփոստ կառուցող եղել է Երևան քաղաքի այդ պահին գլխավոր ճարտարապետը Սարհապյանը, մեր ամենաֆանտաստիկ ճարտարապետներից, նույն ձև ինքը տարբեր շենքեր արեց, սկսած կարող հրապարակի դու չի նշանակում, որ հենց բիզնեսը եկավ, պետք է քանդես, հինը կառուցես, որտեվ դա ինձ համար մյուս ամենակարևոր բանը դա Երևանի ինքնությունն է։ Դե այդ հայփոստը ինքը արդեն ինքնության մաս է։ Նույն ձևի Երևանը քանդեցին, ասելով աղյուսե, հում աղյուսե շենք է, ոչինչ իրենից չի ներկայացնում, մի հատ գոմ է, էլի, ինչ ա եղել, որ փոխարենը ապակեպատ ինչ-որ մի հատ պլպլացող բան կդնենք։ Շատ դեպքերում ապակին վատ չի, բայց ոչ աղյուսի հաշվին կամ տուֆի հաշվին, որտեղ մենք տեսանք ես վերջերս եկեք հիշենք, որ մենք խոսում ենք այն համայնքապետարանի, քաղաքապետարանի մասին, որ մեր ամենա ինչ ասեմ, ոնց ասեմ, լավ, քերթողը հայրի ոնց որ Ալեքսանդր Թամանյանի կառավարության շենքը ամենակարևոր կառավարության շենքը Բեռլինցին ծակեցին, ինչ որ մի հատ ֆիրմա տենդեր շահել է, Բեռլինից ծակեց ու որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց։ Այ եթե ներ գեղագիտական խորհուրդ մեջ բնականաբար կլինեն նաև մասնագետներ, ինժեներ, որ այդ հարցը կարգը կքննարկեն ոնց դնեին։ Երկրորդը, այս վերջերս տեսանք օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը Արամ Խաչատուրյանը համերգաս այդ ամբողջը լուսավորեցին։ Հաստատ լավ է կան ոնց որ կար, բայց հաստատ վատ է ինչ որ ինչին արժանի է այդ շենքը, որտեղ այն ամենակարևոր խոյակները, երբ որ դու չես լուսավորում, դա լուսավորություն չի, ոնց որ շենգավիթում է, հիմա գնում ես լուսավորել են ժամանակին, ասենք բանից այդ հայրենիքից միջև նժդերա, բայց ավելավա չէ լուսավորեն, ոնց որ սպահես սպիտակ լուսեր առանց հասկանալու, ասես մի գծով շարել են, այդ սիրուն այդ ընդհանուր այդ արտիկտուֆ այդ սաղ բան հորինվածներ ոչի բան իմ ամենասիրած շենքերից դետալներից մեկը այդ բանն է հենց կինո հայրենիքի դիմացը քաղմաչի ասած էրկերկա Երևանում շատ քիչ կա ճարտարապետական հնարքը ինքերս արտակաբլ զարմանալու են քիչ ենք այդ Իդեպ կինո հայրենիք էլ չկա Դե կինո հայրենիքից էլ բան չի մնաց այն ոնց որ պետքա լուսավոր կինո հայ կարևոր չի կինո հայրենիքը սեփականատերը կարևոր չի հայրենիք այդ ունիվերմագի ինչ վիճակում բայց այդ երկուսն է ճարտարապետական գլուխգործոցներ են դրանք պետքա լուսավորեն բայց իրենք պետք է ապրեն նաև դրա համար ասում եմ այս ուրվականները պետքա կոչ անգամ Զվարթնոց օդանավականը պետքա հիմա լուսավորի կարևոր չի մինչև մեկը չենք թողելու դա քանդեն բայց ինքը պետքա լուսավորվի բայց լուսավորվի մասնագիտական ձևով մեկը սեփական ունակ ազգային շենքը անկեղծ սիրուն ազգային ժողովի շենքը սիրուն է որտեղ ինքը վիգրուշնի բանկա էլ ինտեղ դեղին ֆելզիտն է եւ այլն բայց շենքա լավ է շենք մեկը որ թվին արի ուսում sense չի լինի իրականում ասենք այս վերջերս կասկադն էլի տեսա լուսավորել պատկերացրեք այդ կասկադի այդ ամենա այդ սիրուն դիմաց երկու աշտարակներ ու մենք այնպես քիչ ունենք այդ աշտարակ ոնց որ այդ Կիևյանի սկիզբն է հա ոնց որ մուտքն է անում էլի Երևանի ուրեմն լուսավորելն ընդհանրապես մենակ 5-րդ հարգից ես չեմ մեղադրում այդ լուսավորողներին մեղադրում որ չկա գեղագիտական խորհուրդ մեղադրում եմ որ որոշում կայացնողները հանցավոր ինքնավստահությամբ որոշում են իրենք կարան թելադրեն ինչ մյուրը լինի ինչ որտեղ լինի հասկանում եք որտեվ եթե մյուրը հետևից է գնանք նույն հյուսիսային պողոտայինը որ արել են այդ շենքի վրա ինքը իհարկե այդ գաջը տգեղ է բայց դա էլ պետք է քննարկվեր որտեվ եթե մենք խոսում ենք այդ գեղագիտական խորհրդից բացի պետք է լինի ակտիվ քաղաքացիները այդ դա է հարցը